Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, AFL Armenia YouTube-յան ալիքի եթերում մեկնարկում է Ֆորտունան ընդդեմ Էջմիածնի ընկերական հանդիպումը։ Թիմերը ողջունում են միմյանց, իսկ մենք ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին։ Սկսենք Ֆորտունայից։ Դարպասում Էրիկ Պողոսյան համար 12, Տիգրան Չուխաջյան համար 2, Վիլի Քարեյան համար 4, Դավիթ Առաքելյան համար 5, նա նաև թիմի ավագն է։ Ռոման Կալին համար 8, Ալեքսանդր Նալբանդյան համար 15, Ռոման Գինոսյան համար 18, Արտյոմ Հովսեփյան համար 20, Պետրոս Պողոսյան համար 22, Աշոտ Թադևոսյան համար 27 և Արտուր Հովանիսյան համար 99։ Այժմ ներկայացնեմ ներողություն եմ խնդրում և թիմի գլխավոր մարզիչ Գոր Հովանիսյան։ Էջմիածին դարպասում Սարգիս Աբրահամյան համար 99, Պաշտպանությունում Ռոբերտ Խլվացյան համար 4, Ադոլֆ Հարապետյան համար 21, Գերակ Կոստենկով համար 2, Հենդիկ Համբարձումյան համար 18, Արտուր Ալավերձյան համար 7, նա նաև թիմի ավագն է, Արարատ Չիլինգարյան համար 20, Արշակ Պողոսյան համար 14, Գարիկ Գիգոլյան համար 5, Վարդան Վարդանյան համար 8 և Նարեկ Սարգսյան համար 12, թիմի պայուսնային նստարաններին են Սևակ Մանուչարյան համար 9 և ներողություն Մայիս Մելքոնյան համար 11, թիմի գլխավոր մարզիչն է Անատոլի Գաբրիելյանը։ Եվ այսպես թիմերը արդեն պատրաստ են հանդիպման մեկնարկին։ Կա մրցավարի ստուլիչը և այո, հանդիպումը դաշտի կենտրոնից սկսում են Ֆորտունայի ֆուտբոլիստները։ Դավիթ Առաքելյան փոխանցում դեպի Չուխաջյանը։ Պողոսյան այստեղ սխալվում է Պողոսյանը և փոխօգնության հասավ թիմի ավագը Դավիթ Առաքելյանը և այստեղ այո, այստեղ հասցրեց թիմի վտանգավոր գրոհից ետ պահել Ֆորտունայի Էջմիածնի պաշտպանը և գնդակով այս րոպեներին այս պահին Էջմիածնի ֆուտբոլիստներն են Չիլինգարյան փոխանցում դեպի աջ և այստեղ սխալվում է Գերակ Կոստենկովը։ Եզրային նետում կհետևի Ֆորտունայի ֆուտբոլիստները կիրացնեն այն։ Եվ այստեղ գործնում է գնդակը թիմի ավագը։ Էջմիածնի ֆուտբոլիստները անցնում են արագ հակագրոհի, լավ փոխանցում էր այստեղ, բայց չհասավ գնդակին Գիգոլյանը։ Շարունակվում է Էջմիածնի գրոհը, փոխանցում առաջ, բայց այստեղ Ֆորտունայի պաշտպանները հեռացնում են, բայց չի ավարտվել գրոհը։ Եվ այո, ետ փոխանցում դեպի Խլղացյանը, փոխանցում կենտրոնում Չիլինգարյան, նորից Խլղացյան։ Այո, փոխեց գրոհի եզրը այստեղ։ Համբարձումյանն է գնդակով, թողնում է գնդակը Չիլինգարյանին։ Համբարձումյան սխալ փոխանցում էր այստեղ և խլում են Ֆորտունայի ֆուտբոլիստները գնդակը, բայց նրանք էլ են սխալվում և նորից Էջմիածինն է գնդակով։ Չիլինգարյան փոխանցում դեպի աջ, Գերակ Կոստենկովը փոխանցում կատարեց, մի փոքր ուժեղեց, բայց հասավ խաղընկերը գնդակին, բայց այստեղ սխալվում են հարցակման գծում Էջմիածնի ֆուտբոլիստները և այո, եզրային նետում կիրացնեն Ֆորտունայի խաղացողները։ Մասնավորապես Գինոսյանը կիրացնի, փոխանցում, նորից Գինոսյանը ետ գալիս փոխանցումը և ետ փոխանցում դեպի Չուխաջյանը, Պողոսյան և այստեղ սխալվում է դարպասապահը Ֆորտունայի։ Եզրից կնետեն Էջմիածնի ֆուտբոլիստները, գնդակի մոտ է Գերակ Կոստենկովը, Չիլինգարյան, շատ ակտիվ է այս րոպեներին Չիլինգարյանը, իհարկե թիմի
կիսապաշտպանը կենտրոնական շատ լավ է մեկնարկել այս հանդիպումը, այո, նորից Շիլինգարյանին փոխանցում, տեսնենք ինչ որոշում կայացնի, փոխանցում դեպի ձախ, Պողոսյան, նորից Շիլինգարյան, տեսեք, 2-3 փոխանցում և գնդակը նորից Շիլինգարյանի մոտ է հայտնվում, Էջմիածնի ֆուտբոլիստներն են գնդակով, լավ գրոհ է, բայց այո, կար կանոնների խախտում հարձակվող թիմի կողմից, մասնավորապես Սարգսյան այստեղ խախտեց խաղի կանոնները և Կուգանային կիրացնին Ֆորտունան։ Պողոսյանն է գնդակի մոտ և փոխանցում այո դեպի աջ Շուխաջյանը։ Շուխաջյան և նորից այստեղ սխալվում է թիմի պաշտպանը։ Եզրից կնետեն Էջմիածնի ֆուտբոլիստները, փոխանցում Շիլինգարյանն է նորից գնդակով, շարժվում է դեպի առաջ, բայց սխալվեց այստեղ Շիլինգարյանը և ինչ է այստեղ Ֆորտունան չի կարողանում հարակակագրոյի անցնել, փոխանցում դեպի աջ Խլղացյան և Երա Կոստենկովան է գնդակով։ Այո, այս րոպեներին գնդակով ավելի շատ Էջմիածնի ֆուտբոլիստներն են, բայց հաշվի տեսանկյունից չկա ոչ մի փոփոխություն դեռ հանդիպման մեկնարկից արդեն բավական ժամանակ է անցել և իհարկե հանդիպումը կրում է ընկերական բնույթ, թիմերը շատ հանգիստ են մոտենում խուսափեն վնասվածքներից, այո, բայց դա չի նշանակում, որ մենք դիտելու ենք այսպես ասած ոչ դրամատիկ ֆուտբոլ։ Լավ փոխանցում է, բայց Պողոսյանը դուրս է գալիս և վստահ վերցնում գնդակը։ Ուժեղ փոխանցում առաջ, այստեղ մեկը մեկի դեմ պայքարում առաջին Էջմիածնի ֆուտբոլիստներն էին, մասնավորապես Ադոլֆ Հարապետյանը և ինչու այստեղ Չուխաջյանը լավ փակեց հարվածի ճանապարհը, իհարկե շատ լավ դիրքում արդեն հարվածային դիրք է դուրս եկել Գիգոլյանը և եթե Չուխաջյանը չհասցներ այդ դրվագում, շատ հնարավոր է մենք տեսնենք արդեն առաջին գնդակը։ Գրում է Ֆորտունան, լավ փոխանցում է և կորցնում են այստեղ գնդակը Ֆորտունայի ֆուտբոլիստները։ Ես իհարկե ծանոթացնեմ նաև այսօրվա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը, ինձ մոտ կա արդեն դրանց անունները, հայտարարությունները և այսպես եզրային մրցավարներն են հանդիպման Մանուկ Մուրադյանը և Արսեն Պետրոսյանը, իսկ հանդիպումը սպասարկում է Գարիկ Բեգյանը։ Ֆորտունանը գնդակով պաշտպանությունում, ետ փոխանցում դեպի Պողոսյանը, բայց սխալվում է նորից այստեղ Պողոսյանը կարող է բացվել հաշիվը, բայց ուղղեց իր սխալը, այո, ուղղեց իր սխալը և գրոյի է առաջ մղում իր թիմին։ Առաքելյանը փոխանցեց դեպի ձախ, նորից Առաքելյանի հետ պատխաղարկում էր և մաքուր սահանքում, այո, այստեղ կատարեց Էջմիածնի ֆուտբոլ պաշտպանը Խլղացյանը, լավ փոխանցում էր դեպի առաջ, գրովում են Էջմիածնի ֆուտբոլիստները, բայց այստեղ չհասկացան միմյանց Սարգսյանը և Վարդանյանը։ Այո, նորից կենտրոնում Շիլինգարյանն է գնդակով։ Փոխանցում դեպի ձախ, նորից գնդակով Էջմիածնի ֆուտբոլիստներն են Շիլինգարյան խաղարկում է այստեղ գնդակը Ալավերդյանի հետ, թիմի ավակի հետ և փոխանցում դեպի աջ Խլղացյանը, Սարգսյանը լավ թողեց գնդակը այստեղ խաղընկերոջը և
Սխալվում են Ֆորտունայի ֆուտբոլիստները, տեսնենք, շատ ակտիվ է այս րոպեներին Էջմիածինը, բայց գլխավոր տեսանկյունից չկա, հաշվի մեջ փոփոխություն չկա, դա ամենակարևորն է իհարկե։ Համբարձումյան, Շիլինգայանն է այստեղ կենտրոնում շրջվում և փոխանցում դեպի աջ։ Նորից Շիլինգայանն է գնդակով, Ալավերդյան, Չուխաջանը այստեղ նորից սա անկումով հեռացեց գնդակը և այստեղ ետ փոխանցում դեպի դարպասապա Աբդուրահամյանը։ Կոստենկով լավ փոխանցում էր Սարգսյանին, բայց հեռու թողեց գնդակը այստեղ Էջմիածնի հարձակվողը։ Հարված Ֆորտունայի դարպասից Պողոսյանը գնդակը կմտցնի խաղի մեջ, այո, չկան փոխանցման տարբերակներ և ուժեղ հարված դեպի կենտրոն, բայց նորից Շիլինգայանն է այստեղ, ես իզուր չէ, որ նշեցի նրա անունը հանդիպան մեկնարկում, իրոք նա շատ ակտիվ է հանդիպան մեկնակից մինչ այս պահը։ Ադոլֆ Հայրապետյան և եզից կնական Էջմիածնի ֆուտբոլիստները։ Պողոսյան, Շիլինգարյան, փոխանցում դեպի աջ, եթե չեմ սխալվում Խոլղացյանն է այստեղ գնդակով, այո, Կոստենկով, Ալավերդյան նորից Կոստենկովի հետ է խաղարկում, լավ նկատեց այստեղ Շիլինգայանին, շրջվում է թիմի 20 համարը և նորից փոխանցում դեպի աջ Կոստենկով, Ալավերդյան, այսպես կարող են անդադար խաղարկել Էջմիածնի ֆուտբոլիստները գնդակը, Պողոսյան, Պողոսյանն է գնդակով, պատ խաղարկում այստեղ Շիլինգայաններ, լավ փոխանցում էր, գերազանց և փրկում է այստեղ Պողոսյանը, այո, շատ լավ սեյվ կատարեց դարպասապահը, իհարկե թիմին փրկեց վերահաս գոլից և ուժեղ հարված դեպի առաջ։ Իհարկե ինչ փայլուն սեյվ կատարեց այստեղ Պողոսյանը, շատ լավ շանս ուներ Էջմիածինը բացելու հանդիպան հաշիվը, բայց թույլ չտվեց Պողոսյանը։ Գերա Կոստենկով և Ֆորտունայի ֆուտբոլիստները այստեղ, այո, անցնում են գրոհի, փոխանցում դեպի առաջ, բայց Հայրապետյանը այստեղ է, ետ փոխանցում Աբրահամյան, Հայրապետյան, Ալավերդյան, Կոստենկով և այո, այստեղ խլում են Ֆորտունայի ֆուտբոլիստները գնդակը, լավ փոխանցում էր, բայց չկարողացավ լավ կասեցնել այստեղ գնդակը Հովանիսյանը։ Շիլինգարյան, Կոստենկով, նորից խաղում է Շիլինգարյանի հետ, փոխանցում Պողոսյանի ուղղությամբ, կա ձախից տարբերակ, այո, գտավ Պողոսյանը այստեղ գրոհին միացող Գիգոլյանին, ետ փոխանցում և Չուխաջյանը այստեղ հեռացնում է գնդակը։ Այո, այստեղ գերազանց է խաղում Ֆորտունայի թիմի ավակը։ Առաքելյանը, բայց չկարողացան լավ գրոհի դուրս գալ։ Եվ հակառակ պատկերն է հիմա գրոհում է Էջմիածինը, փոխանցում Ալավերդյան, հեռվից հարված, բայց բարձր է ընթանում գնդակը։ Պողոսյանը գնդակը կմտցնի խաղի մեջ, այո, խաղարկում է այստեղ թիմի ավակի հետ, Առաքելյանի հետ և
Այո, կար կանոնների խախտում այստեղ Չիլինգարյանի կողմից։ Գալինի հետ պայքարում այո խախտեց խաղի կանոնները։ Եվ Առաքելյանը գնդակը մի անգամից մտցնում է խաղի մեջ։ Այստեղ Նալբանդյանն էր, բայց Կոստենկովը հեռացրեց գնդակը։ Եզրային նետում։ Կոստենկով նետեց այստեղ եզրից։ Խլխացյան։ Եվ այո, Չիլինգարյանը այստեղ ընդունած գնդակը շրջվեց եւ գրում են Էջմիածնի ֆուտբոլիստները։ Բայց սխալվում են այստեղ եւ կարող են արագ հակագրոհի անցնել Ֆորտունայի խաղացողները, բայց հասցրին այստեղ վերադասավորվել Էջմիածնի ֆուտբոլիստները։ Եվ 1-1 սխալները այս պահին դաշնում Չիլինգարյան, Կոստենկով ետ փոխանցում դեպի Խլղացյանը, գնդակով է Պողոսյանը, փոխանցում դեպի ձախ, Համբարձումյան, աղարկում է Պողոսյանի հետ, նորից տանում Համբարձումյան, Պողոսյան, գտավ կենցոնում Չիլինգարյանին, բայց չհասավ գնդակին Չիլինգարյանը և գնդակով Ֆորտունայի ֆուտբոլիստներն են Չուխաջյան, հետ փոխանցում դեպի դարպասապա Պողոսյանը և նորից սխալվում է այստեղ Ֆորտունայի դարպասապը այո փոփոխություն կտեսնենք Էջմիածնի կազմում խաղադաշտը դուրս գալիս համար 11 Մայիս Մելքոնյանը փոխարինում են Նարեկ Սարգսյանին համար 12 Կոստենկովը կնետի եզրից փոխանցում եւ առաջին հպումը այստեղ կատարեց Մելքոնյանը Համբարձումյան լավ գտավ խաղանկերոջը բայց չի այս սխալ փոխանցում է կատարում այստեղ Էջմիածնի ֆուտբոլիստները Առաքելյան փոխանցեց այստեղ եւ այո այստեղ երկրորդ հարկում Խլղացյանը շատ վստահ գործեց Չիլինգարյան կա ձախից տարբերակ այո փոխանցում կատարեց դեպի ձախ Գիգոլյանն է նորից գնդակով ետ փոխանցում Բարտելյանի ուղղությամբ եւ եզրից կնետեն Էջմիածնի ֆուտբոլիստները Չուխաջյանն է այստեղ փոխօգնության հասավ խաղանկերներին Չիլինգարյան սխալվում են այստեղ Էջմիածնի ֆուտբոլիստները Ֆորտունան է գրոհում եւ տեսնենք չկա այստեղ խաղի կանոնների խախտում շատ վստահ ցույց տվեց մրցավարը Պողոսյան Չիլինգարյան փոխանցում էր բայց այստեղ իրադրության տերը Հովսեփյանն էր Ալավերդյան փոխանցում դեպի ձախ Պողոսյան Չիլինգարյանն է գնդակով Նորից Պողոսյան լավ գտավ այստեղ խաղանկերոջը եւ Գիգոլյան թողեց այստեղ գնդակը Ալավերդյանը Գիգոլյան փոխանցում դեպի կենտրոն Չիլինգարյանի ուղղությամբ եւ գրոյի տեղափոխություն դեպի աջ Կոստենկով լավ փոխանցում էր այստեղ կհետևի հարված կա հարված եւ այստեղ իր վրա ընդունեց Ֆորտունայի պաշտպանը գնդակը խլում են նորից Էջմիածնի ֆուտբոլիստները գնդակը բայց Չիլինգարյանի հարվածը եւս փակեցին եւ հիմա կարող է Ֆորտունան անցնել արագ հակագրոհի բայց Չիլինգարյանը հասավ այստեղ գնդակին փոխանցում դեպի ձախ կհետևի հարված ոչ սխալ փոխանցում էր սա
Գրում է Ֆորտունան։ Եվ այո, կա խաղի կանոնների խախտում այստեղ Խելղացյանի կողմից։ Նալբանդյանը լավ անցում կատարեց, բայց չասենք վերջի հույսի խախտում էր սա։ Խփի պետո խփի։ Ստանդարտ կիրեցնեն Ֆորտունայի ֆուտբոլիստները, տեսնենք ինչ որոշում կայացնեն։ Գնդակի մոտ է Պողոսյանը, թիմի 22 համարը։ Տեսնենք ինչ որոշում կայացնի նա։ Հեռու է իհարկե տարածությունը, բայց Դաբիվալի գնացեք մի 3 հոգի։ գուցե հարված հետևի։ Կա մրցավարի Սուլիչը, Պողոսյան, հարված և պատնիր վրա է ընդունում, գնդակը անկյունային հարված կլինի։ Նալբանդյանը կիրացնի անկյունայինը, նայ գնդակի մոտ։ Նալբանդյան, փոխանցում և այստեղ չհասավ Ֆորտունայի ֆուտբոլիստը գնդակին, բայց եզրից կնետեն հենց նրանք։ Կալին, Շիլինգարյան ուժեղ փոխանցում դեպի առաջ, կհասնի գնդակին, Գիգոլյանը հասավ և այո Չուխաջյանը շատ վստահ այստեղ գործեց, արագ են խաղարկում այստեղ Էջմիածնի ֆուտբոլիստները, նորից Չուխաջյանն է հասնում գնդակին։ Չուխաջյան ինչ է անում այստեղան այսօր, անկյունային հարված, մեկ գրվագում 3 անգամ փրկեց իր թիմին կանգավոր գրոյից։ Փոխանցումը և շեղ է այստեղ հարվածում շատ նպաստավոր դիրքից Էջմիածնի ֆուտբոլիստը մասնավորապես փոխարինման դուրս եկած Մելքոնյանը և նորից Պողոսյանը գնդակը կմտցնի խաղի մեջ փոխանցում Նալբանդյան սխալ էր այստեղ փոխանցումը իր վրա ընդունեց Շիլինգարյանը լավ փոխանցում էր այստեղ Գիգոլյան փոխանցում Մելքոնյան կարող է բացվել հաշիվը ոչ բայց փոխարենը անկյունային հարված են վաստակում Էջմիածնի ֆուտբոլիստները այո խաղարկում են այստեղ գնդակը Շիլինգարյան ետ փոխանցում լավ չընդունեց այստեղ գնդակը Համբարձումյանը և փոխանցում դեպի ետ Խելղացյանը փոխանցում դեպի աչք Օստենկով սխալվում են այստեղ և Ֆորտունան շատ արագ հակագրոյի անցնում լավ փոխանցում էր բայց դուրս եկավ դարպասապա և այո նա իրադրության տերը Աբրահամյանը գնահատել էր դիրքը և շատ վստահ դուրս եկավ դարպասից Եռակոստենկով եզրային նետում Շիլինգարյան լավ գտավ այստեղ Պողոսյանին Պողոսյան շարժվում է առաջ գնդակով լավն էր այս փոխանցումը տեսնենք Ալավերդյան նորից Պողոսյան Համբարձումյան Շիլինգարյան և փոխանցում Կոստենկովի ուղղությամբ, բայց ուժեղ ստացվեց թե փոխանցումը, թե Կոստենկովի կասեցումը։ Այո, կրկնակի փոփոխություն այստեղ։ Կրկնակի փոփոխություն Էջմիածնի կազմում, այո։ Փոխարին դուրսը դաշտից դուրս է գալիս համար 5 Գագիկ Գիլոյանը և համար 8 Վարդան Վարդանյանը և նրանց փոխարեն
խաղադաշտն մտնում Սաշ, Արիան, Սևակ Մանուչարյանը համար 9 Գնում են Ֆորտունայի ֆուտբոլիստները, բայց այստեղ Հետ պասա գնա, փոխանցում դեպի դարպասապայի ուղղությամբ, ուժեղ հարված դեպի առաջ, Հովոսյան, Չիլինգարյան, գնա դավ, թիմի ավակն է գնդակով, Ալավերդյան փոխանցում դեպի Աշկոստենկով, նորից Չիլինգարյան, բայց այստեղ լավ փոխանցում է, բայց միևնույն ժամանակ լավ սահանքում այստեղ Հայրապետյանի կողմից, Պողոսյան, Abrek, nice Abrek. Sağ işte uşak uşak. Taksim değilse Taksim değilse. Ալավերդյան, Պողոսյան, շրջվեց այստեղ և կա ձախից տարբերակ, այո, Ari aferin. փոխանցում դեպի Համբարձումյանը, պահեց գնդակ այստեղ Համբարձումյանը դաշտի սահմաններում, նորից Շուխաջյանը հեռացնում է գնդակը այսել, որ երրորդ դեպքն է այսօր և Ֆորտունայի երկու համարը շատ լավ է պաշտպանվում, Պողոսյան, պատխաղարկում այստեղ, կհետևի փոխանցում, Պելքոնյան փոխանցում, չհասավ գնդակին, քիչ առաջ փոխարինման դուրս եկած Գրիգորյանը, բայց շարունակվում է թիմի գրոհը, նորից Շուխաջյանն է հեռացնում գնդակը, նորից Շուխաջյանը, այո այսօր չեմ էլ կարող արդեն հաշվել Շուխաջյանը, որի օրդ հեռացումը կատարեց։ Ես կնետեն Էջմիածնի ֆուտբոլիստները Համբարձումյան, Շիլինգարյան ետ փոխանցում դեպի Խլղացյանը, Եվ խլում են այստեղ Ֆորտունայի ֆուտբոլիստների գնդակը, բայց տանդաղ այստեղ շրջվեց Կալինը և Արեգ Հակագերոջ ստացվեց, լավ փոխանցում դեպի առաջ, այստեղ մեկը հետ պայքարում Հովանիսյանը շատ լավ շրջվեց, բայց Հայրապետյանը ոտքերի տակից հեռացեց գնդակը, ինչ է եղել, հոտածածկին է հայտնվել, եթե չեմ սխալվում Հովանիսյանը, միայն թե վնասված չստանա այստեղ, Sağ mülsün zahmet. Şişen. Amena. Dort selbst noch kein Lecker auf. Das ist immer verdienen. Hovannisyan. այո, ոտքի կանգնեց այստեղ Հովանիսյանը, այո, հանդիպումը ճիշտ է ընկերականը և ֆուտբոլիստները փորձում են զերծ մնալ վնասվածներից, բայց շատ վատ բախում այստեղ տեղի ունեցավ Հայրապետյանի և Հովանիսյանի միջև, բայց ամեն ինչ կարգին է, հանդիպումը նորից վերսկսվում է, Չիլինգարյան, Հայրապետյան և ետ փոխանցում դեպի դարպասապը Աբրահամյանը, փոխանցում դեպի աջ, Խլղացյան, առաջ փոխանցում, նորից Շուխաջյանը հասցրեց, բայց երեքով երկուսի դիմաց հեռվից հարված նախընտրեց Էջմիածնի ֆուտբոլիստը և չեղ ստացվեց հարվածը, Մանուչարյանն էր այստեղ հարվածային դիրքում, բայց բարձր ստացվեց նրա կատարած հարվածը, բայց այո, մինչ այդ կար խաղից դուրս իրավիճակ, Պելքոնյանը հայտնվել է խաղից դուրս իրավիճակում, այո, մրցավարը մի փոքր անցուլեց և ուժեղ փոխանցում դեպի առաջ, Ալավերդյան, Կոստենկով, ետ փոխանցում դեպի
Խլղացյանը փոխեց գրոյի եզրը դեպի ձախ, բայց առաջ է շարժվում այստեղ Հայրապետյան ներգնդակով ներողություն եւ սխալ այստեղ գրում են ֆորտային ֆուտբոլիստները Պողոսյան տեսնենք ինչ որոշում կայացնի Պողոսյանը փոխանցում դեպի ձախ եւ անկյունային հարված այո հասցրեց այստեղ հեռացնել գնդակը եթե չեմ սխալվում Խլղացյան այո անկյունային հարված տեսնենք փոխանցումը կա եւ Հայրապետյանը նորից հեռացնում է գնդակը բայց այստեղ այո Նալբանդյանը շատ լավ եկավ պաշտպանություն օգնելու եւ իր թիմին զերծ բերել շատ վտանգավոր հակագրոյից փոխանցում դեպի ձախ Արաքելյան ուժեղ փոխանցում առաջ բայց այստեղ Խալղացյաններ Պողոսյան շրվեց Եվս մեկ անցում փորձեց եկավ եւ խլեց գնդակը Պողոսյան լավ փոխանցում էր Մելքոնյան փոխանցում եւ Պողոսյանը դուրս է գալիս եւ վերցնում գնդակը Շքան տարբերակներ ուժեղ հարված առաջ այո Ալավերդյան իջեցեց գնդակը Կոստենկով Նորից Ալավերդյան Օխում է գրոյի եզրը Պողոսյան Հայրապետյան այո Կար փոխանցումը բայց այստեղ Համբարձումյանը խաղից դուրս իրավիճակում է եւ հասկանալու դա չգնաց գնդակին Նալբանդյանը եզից խաղարկեց Թիմի ավակ Արաքելյանի հետ փոխանցում Շուխաջան, Պողոսյան եւ այո, այսպես դուրս են գալիս պաշտպանությունից Հարեյան եւ լավը չէ, այստեղ Հարեյանի փոխանցումը Ալավերդյան փոխեց գրոյի եզրը Կոստենկով Մտավ Տուգանային հրապարակ, տեսնենք Ետ փոխանցում նորից Պողոսյանի ուղղությամբ Պողոսյան Խլղացյան, տեսնենք Երկար փոխանցում դեպի ձախ, այստեղ կասեցնում է գնդակը Շատ գեղեցիկ կոմբինացիա եւ Պայս գնդակի իր թիմի մոտ եւ տեսնենք Չկա խաղի կանոնների խախտում, այո Մրցավարը շատ հստակ ցույց տվեց, որ չկա ոչինչ Եվ այստեղ Գաբրիելյանը շատ լավ պաշտպանվեց Ներողություն Նալբանդյանն էր Պողոսյան փոխանցում դեպի առաջ Էջմիածինն է գնդակով Կոստենկով Շիլինգայան Փոխանցեց եւ այո գտավ Ալավերդյանին այստեղ Լավ շրջվեց այստեղ Ալավերդյանը Շուխաջյանը այստեղ է հիմա էլ լավ փոխանցում դեպի առաջ բայց հասցրեց այստեղ Խլղացյանը գնդակին եւ Վտանգավոր հակագրոյից փրկեց իր թիմին տեսնենք հիմա էլ հակառակ պատկերը կարող է լինել Եվ նորից Շուխաջյանը այստեղ հասցրեց Բայց մինչ այդ դուրս էր եկել գնդակը խաղի դաշտի եզրային սահմաններից եւ եզրային նետում կլինի օգուտ Ֆորտունայի Նալբանդյանը կնետի եզրից Նալբանդյան քույլ է փոխանցումը եւ առաջի խաղակեսն ավարտվեց իսկ մենք կհանդիպենք քիչ անց
Սիրելի ֆուտբոլիստներ, մենք կրկի վերադառնում ենք հնչեց մրցավարի Սուլիչը, հիշեցնում ընթանում է Ֆորտունան ընդդեմ Էջմիածնի ընկերական հանդիպման երկրորդ խաղակեսը և նորից վերհիշենք թիմերի մեկնարկային կազմերը։ Եվ այսպես սկսենք Էջմիածնից դարպասում համար 99 Սարգիս Աբրաման, բայց այստեղ այո խաղից դուրս իրավիճակ։ Համար 99 Սարգիս Աբրամյան, համար 4 Ռոբերտ Խլղացյան, համար 21 Ադոլֆ Հայրապետյան, համար 2 Գերա Կոստենկով, համար 18 Հենրիկ Համբարձումյան, կիսապաշտպաններ համար 7 Արտուր Ալավերդյան, նա նաև թիմի ավագն է, համար 20 Արարատ Չիլինգարյան, համար 14 Արշակ Պողոսյան։ Թիմի արձակման գիծը Գարիկ Գիգոլյան, համար 5 Վարդան Վարդանյան, համար 8 Նարեկ Սարգսյան, համար 12 Սևակ Մանուչարյանը, Մարիս Մելքոնյանը և Ռաֆել Գրիգորյանը համապատասխանաբար 9, 11 և 23 համարներով Հայաստանի նստարաններն են, բայց Ֆորտունա դարպասում Էրիկ Պողոսյան համար 12, Տիգրան Չուխաջյան համար 2, Վիլի Քարեյան համար 4, Դավիթ Արաքելյան համար 5, նա նաև թիմի ավագն է, Ռոման Կալին համար 8, Ալեքսանդր Նալբանդյան համար 15, Ռոման Գինոսյան համար 18, Արսեն Հովսեփյան համար 20, Պետրոս Պողոսյան համար 22, Աշոտ Թադևոսյան համար 27 և Արտուր Հովանեսյան համար 99։ Հիշեցնեմ, որ հանդիպումը ընկերական բնույթ է, բայց այս գերոյից հետո փոխանցում դեպի աջ Մելքոնյան հասավ գնդակին, փոխանցում և այստեղ գրոյի տեղափոխություն դեպի ձախ Չիլինգարյան, Ալբանդյանն է գնդակով, փոխանցում դեպի ձախ Հովսեփյան և սխալվեց Կոստենկովը խլեց գնդակը, պետք է բացել հաշիվը այստեղ, հարված և 1-0 Էջմիածինը բացում է հանդիպման հաշիվը, Մանուչարյանը դառնում է առաջին գոլի հեղինակ այս հանդիպման։ Խլեց Կոստենկովը գնդակը և լավ փոխանցում կատարեց, որտեղ Մանուչարյանին մնում էր միայն գրավել դարպասը։ Ինչն էլ այդ արեց այդպես Էջմիածնի հարձակվողը 1-0։ Սկսեցին Ֆորտունայի ֆուտբոլիստները դաշտի կենտրոնից, Շուխաջյան փոխանցում դեպի աջ, ուժեղ փոխանցում Հովանեսյանի ուղղությամբ, բայց Հայրապետյանն է այստեղ, այո կարող է կորցնել գնդակը, բայց շատ վստահ իր գործողությունների վրա այստեղ Հայրապետյանը և կարողացավ հեռացնել, բայց տեսնենք ինչով կավարտվի Ֆորտունայի այս գրոհը, լավ շրջվեց այստեղ Թադևոսյանը, բայց կորցրեց գնդակը։ Քեստալի Աշոտ Այո, խաղարկում են այստեղ պաշտպանությունում գնդակի Էջմիածնի ֆուտբոլիստները, Պողոսյան, փոխանցում դեպի աջ, նորից Պողոսյան և գրոյի տեղափոխություն դեպի ձախ, եթե չեմ սխալվում Սարգսյանն է այստեղ, լավ փոխանցում էր գտավ Ալավերդյանին, փոխանցում և կա խաղից դուրս իրավիճակ, այո։ Այո, նույնիսկ այնքան ակնհայտ է խաղից դուրսը, որ փոխանցում ստանող ֆուտբոլիստը հենց չգնաց դեպի գնդակին, այս դեպքում Գրիգորյանը։ Արաքելյան փոխանցում կատարեց դեպի առաջ, բայց հասավ այստեղ գնդակին, Ֆորտունայի ֆուտբոլիստը նույնիսկ փոխանցում կատարեց, բայց այստեղ իրադրության տերը Աբրահամյանն էր։ Թող, պետո, թող։
Խլղացյան գնդակով է փոխանցում Ալավերդյան, այստեղ շրջվեց եւ փոխանցում դեպի ձախ։ Ալավերդյան նորից ստանում է փոխանցում։ Լավ փոխանցում է դեպի ձախ։ Փոխանցում առաջ, բայց այստեղ Պողոսյանը դուրս է գալիս եւ հեռացնում գնդակը։ Սխալվեց այստեղ Խլղացյանը, բայց Պողոսյանը փակեց պաշտպանի դիրքը։ Հարված կլինի դարպասից։ Սուլում է մրցավարը, այո, պետք է ֆիքսել գնդակը։ Եվ դարպասապա Աբրահամյանը կմցնի գնդակը խաղի մեջ եւ փոխանցում դեպի աջ Խլղացյանի ուղղությամբ, դեպի կենտրոն, Պողոսյան, լավ փոխանցում ստացվեց, բայց այստեղ շատ դանդաղեց Գրիգորյանը և կլեցին Ֆորտունայի ֆուտբոլիստները գնդակը նրանից, Պողոսյան, փոխանցում դեպի ձախ, Վիլի Քարեյանն է գնդակով, ուժեղ փոխանցում, այստեղ չկա խաղից դուրս իրավիճակ, Հովանեսյան պետք է հավասարացնել հաշիվը, բայց այո, կար խաղից դուրս իրավիճակ սուլեց ուշացումով մրցավարը և ինչ է այստեղ Աբրահամյանն է հայտնվել խոտածածկին միայն թե հիմա էլ վնասված չստանա Աբրահամյանը Aynı pahalı, pahalı. Ruban golleri. Hiç pahalı. Kalır mı ardı işte yeter. Stig, Walter, Stig. Այո, ոտքի կանգնեց այստեղ Աբրահամյանն ամեն ինչ կարգին է և Էջմիածնի ֆուտբոլիստները խաղարկում են այստեղ գնդակը Պողոսյան հետ փոխանցում Խլղացյան փոխանցում այստեղ Մելքոնյանի ուղղությամբ, բայց Նալբանդյանը հասավ և իհարկե Մելքոնյանը խախտեց այստեղ խաղի կանոնները ուժեղ հարված դեպի առաջ բայց այստեղ կալիններ պահում են այստեղ գնդակը դաշտի սահմաններից Հովանեսյան պետք է այստեղ հավասարացնել հանդիպման հաշիվը հարված և բարձր է ընթանում գնդակը ինչ լավ պահ ուներ այստեղ Ֆորտունան հանդիպման հաշիվը հավասարացնելու ամեն ինչ շատ ճիշտ արեցին և Գրեւի եզրափակման մասնել Հովանեսյանը շատ ճիշտ կատարեց, բայց մի փոքր բարձր ընթացավ գնդակը։ Թողեք։ Լավ փոխանցում ստացավ, չկար խաղից դուրս վիճակ։ Բայց չկարողացավ այդ վերջին հապումը դեղին կատարել։ Խլղացյան լավ փոխանցում էր այստեղ։ Բայց հեռու թողեց գնդակը Մանուչարյանը Պողոսյանը փոխանցում դեպի ձախ Նալբանդյան խաղարկում են այստեղ Ֆորտունայի ֆուտբոլիստները Նալբանդյան և եզրից կնետեն հենց նրան Նալբանդյանը գնդակը մտցրել է խաղի մեջ Արաքելյան լավ փոխանցում էր, բայց չկարողացավ այստեղ իջեցնել գնդակը Թադևոսյանը և լավ փոխանցում ստացվեց դարպասապայի կողմից հարված և շեղ է ընթանում գնդակը հիմա է շատ լավ շանս ուներ Մանուչարյանը
իր թիմի առավելությունը կրկնապատկելու, բայց չէ հարվածեց նպաստավոր դիրքից։ Պողոսյան, փոխանցում, Կալին, այստեղ համաձայնեցին միմյանց հետ, Պողոսյան, Կալին և Նալբանդյանը և նորից գնդակով Էջմիածնի ֆուտբոլիստներն են, բացվել է Պողոսյանը, տեսնենք, փոխանցում և 2-0, Մանուչարյան 2-0, չկար խաղից դուրս իրավիճակ, Էջմիածինը երկրորդ գոլն է խփում և Մանուչարյանը այո դար։ Երկու այո պետք է Ֆորտունան ակտիվանա, եթե մեկ գնդակ ետ բերեն հնարավոր է մտածել խաղը փրկելու մասին, այո արդեն գնալով հանդիպում մոտենում է ավարտին, Խլղացյան, փոխանցում Պողոսյանի ուղղությամբ, Ալավերդյան շրջվեց այստեղ, լավ փոխանցում նորից դեպի առաջ, բայց Պողոսյանը այս անգամ դուրս եկավ և առաջինը դիպավ գնդակին Կալին, Ֆորտունան է գնդակով, Թադևոսյան և մեկը մեկ այդ պայքարում Չիլիգայանը խլեց, գնդակը կա այստեղ խաղի կանոնների խախտում հենց, բայց գնդակը մնաց Էջմիածնի մոտ այդ իսկ պատճառով չսուլեց մրցավարը, Ալավերդյան, տեսնենք ինչ որոշում կայացնի, փոխանցում դեպի կենտրոն Չիլինգարյան և փոխանցում դեպի թիմի պաշտպան Խլղացյանը։ Նորից ստացավ գնդակը Չիլինգարյանը, փոխանցում դեպի ձախ, աջ ներողություն Պողոսյան, Չիլինգարյան, Ալավերդյան, լավ փոխանցում էր, Մանուչարյան մեկը մեկի այդ պայքարում փոխանցում կատարեց, բայց Նալբանդյանը հասավ գնդակին, եթե չհասներ Մելքոնյանը խաղից դուրս իրավիճակում էր։ Փոխանցում դեպի առաջ, այո այստեղ լավ չտարավ գնդակի իր հետ Պետրոս Պողոսյանը։ Սարգսյան, փոխանցում դեպի կենտրոն, Պողոսյան շրջվեց այստեղ և այո, աչից կար տարբերակ, Խլղացյան։ Մելքոնյան և ետ փոխանցում այստեղ Պողոսյանի ուղղությամբ։ Փոխանցում դեպի աջ, Խլղացյան, Ալավերդյան, լավ էր նկատել Կոստենկովին, բայց լավ չկատարեց փոխանցումը, բայց Կոստենկովը պայքարում է և գնդակը պահում իր թիմի մոտ, Չուխաջյանն էլ այստեղ փրկեց, Կոստենկով, Նալբանդյանը հասցրեց և հեռացեց գնդակը, անկյունային հարված։ Երա, Ռաֆո, արի Ռաֆ։ Այո փոփոխություն այստեղ եռակի կատարեց Էջմիածնի գլխավոր մարզիչ Անատոլի Գաբրիելյանը։ Անկյունային հարված այստեղ Համբարձումյանը մտավ փոխարինման և նա կիրացնի հենց անկյունայինը։ Ուժեղ փոխանցում դեպի կենտրոն։ Հարված դարպասից, ոչ ոք չդիպավ գնդակին Ֆորտունայի ֆուտբոլիստներից և կլինի հարված Պողոսյանի պաշտպանած դարպասից։ Պողոսյան փոխանցում դեպի կենտրոն, Առաքելյան շարժվում է առաջ, լավ շրջվեց այստեղ Թադևոսյանը, նորից Առաքելյան, սխալ այստեղ Չիլինգարյան և կարող են արագ մի փոքր գործել այստեղ Էջմիածնի ֆուտբոլիստները։ Մելքոնյան լավ փոխանցում էր,
Կետևի հարված, ոչ Չուխաջան այս անգամ նորից հեռացնում է գնդակը սանկումով և կարող է Ֆորտունան շատ լավ հակագրոյի են դուրս գալիս։ Պողոսյան, փոխանցում դեպի ձախ, Հովսեփյան, շատ այստեղ ուշացեց հարվածը Հովսեփյանը, պետք էր ավելի շուտ կամ հարվածել կամ փոխանցում կատարել, շատ տարվեց գնդակով և այո, 3 ֆուտբոլիստով խլեցին նրանից գնդակը և հիմա էլ Էջմիածինն է անցնում լավ գրոյի, բայց այստեղ է Չուխաջյանը, այո, հեռացեց, այո, շատ լավ հանդիպում է այսօր անցկացնում թիմի պաշտպանը Չուխաջյանը։ Չիլինգարյան, փոխանցում դեպի ձախ, Ալավերդյան։ Եվ հեռացին այստեղ Ֆորտունայի պաշտպանները, բայց լավ փոխանցում ստացվեց։ Եվ մեկը մեկի այդ պայքարում Գաբրիելյանը խլեց գնդակը, ում էր ուղղված այս փոխանցումը Հովսեփյան։ Եվ փոխանցում դեպի աճ այստեղ Խլղացյանն է գնդակով։ Լավ փոխանցում Չիլինգարյան շրջվեց այստեղ, չկա ոչ ոք։ Եվ շարժում են առաջ այստեղ Էջմիածնի ֆուտբոլիստները, լավ փոխանցում էր Վարդանյան։ Մեկը մեկի այդ պայքարում տեսնենք ինչ կանի Վարդանյանը, ետ փոխանցում Սարգսյանի ուղղությամբ Չիլինգարյան։ Աղարկեց այստեղ Չիլինգարյանը, գնդակը մեկ անգամ Ալավերդյան։ Նորից Չիլինգարյան։ Գրոյ տեղափոխություն դեպի աճ, հիմա էլ Համբարձումյանն է գնդակով, բայց չգնաց այս փոխանցման Ալավերդյանը, բայց նորից գնդակով Էջմիածնի ֆուտբոլիստներն են Չիլինգարյան, հիմա էլ գրոյի տեղափոխությունը դեպի ձախ կհետևի։ Այո։ Սարգսյան, տեսնենք փոխանցում և Պողոսյանը վերցնում է այստեղ գնդակը։ Ֆորտունան է անցնում գրոյի։ Հովանիսյան, գուցե հիմա ինչ-որ մի բան, բայց հասցրեց այստեղ։ Հասցրեցին այստեղ Էջմիածնի պաշտպանները, այո, լավ սահանքումով Պողոսյանը հասավ գնդակին, լավ փոխանցում էր, հարված և չկար արդյոք խաղի կանոնների խախտում, ոչ։ Այո, դիպավ գնդակ այստեղ Մանուչարյանի ձեռքին։ Եվս ենք փոփոխություն Էջմիածնի կազմում, այո։ Խաղադաշտը դուրս գալիս Պողոսյանը համար 14 և փոխարինում է համար 11 Մայիս Մելքոնյանին։ Այստեղ է Խլղացյանը, Ալավերդյան, շարժում է գնդակով դեպի առաջ, տեսնենք ինչ որոշում կայացնի, փոխանցում դեպի աճ, Պողոսյան, նորից Ալավերդյան, փոխանցում դեպի կենտրոն, Հայրապետյան, Ալավերդյան, այո, կար կանոնների խախտումների այդ պայքարում և շատ վտանգավոր դիրքում Էջմիածինը տուգանային հարվածի իրավունք է վաստակում։ Տեսնենք ով հարվածի Էջմիածնից։ Այս պահին գնդակի մոտ 2-3 ֆուտբոլիստ են։ Հեռացավ Չիլինգարյանը գնդակի մոտից։ Ոչ, հենց նա կարվածի կարծես։ Այո։ Տեսնենք, ատաշեմ նա գնդակի մոտ է։ Տեսնենք հարվածը, կա հարված, բայց
բարձր ընթացավ Շիլինգարյանի հարվածը։ Հələ դիրքավորվեք։ Պողոսյանը գնդակը կմցնի խաղի մեջ։ Նալբանդյանը այստեղ տարավ գնդակը մեկի հետ պայքարում, բայց նորից էջմիածին ասպուրոյի Պողոսյան լավ շտվեց, բայց Նալբանդյանն այստեղ նորից հասնում գնդակին։ Ետ փոխանցում դարպասապահ Պողոսյանին, փոխանցում դեպի առաջ և նորից կորցնում է Ֆորտունան գնդակը։ Ղլղացյան փոխանցում դեպի կենտրոն։ Գնդակով Շիլինգարյանն է փոխանցում Ղլղացյանը և այո հետ այսպես դեպի դարպասապահ, իհարկե էջմիածինը կարող է այսպես ժամանակ ձգել, հաղթում են երկու գնդակի տարբերությամբ և շտապելու ոչ մի տեղ չունեն։ Նույնը չեմ կարող ասել Ֆորտունայի տեսանկյունից, այո պետք է ամեն գնով մեկ գնդակ խփել և մտածել խաղը փրկելու մասին, դեռ կա խաղաժամանակ։ Նալբանդյան հեռացեց գնդակը այստեղ։ Ղլղացյան Ղլղացյան գրոյ տեղափոխություն դեպի ձախ և այո դիպավ գնդակ այստեղ Սարգսյանի ձեռքին։ Աշ արեք դիխար աշ։ Թադևոսյանն է գնդակի մոտ։ Ստանդարտ են վաստակել Ֆորտունայի ֆուտբոլիստները։ Թադևոսյան փոխանցում դեպի առաջ։ Նալբանդյանն է գնդակով, տեսնենք, հեռու տարածությունից հարված, բայց շեղ ընթացավ հարվածը։ Փոփոխություն էջմիածնի կազմում, այո, Գեռա Կորսենկովն է մտնում խաղադաշտ համար 2 և փոխարինում է Նարեկ Սարգսյանին համար 12։ Ղլղացյան փոխանցում դեպի կենտրոն Շիլինգարյան, այստեղ լավ շրջվեց գնդակով փոխանցում, բայց թույլ էր փոխանցումը, բայց հասավ իր սխալի հետևի Շիլինգարյանը։ Տեսնենք Մանուչարյան։ Այո, խաղից դուրս իրավիճակ բարձրացել է դրոշակը եզրային մրցավարը և արագ է խաղարկում Ֆորտունայի ֆուտբոլիստները։ Տեսնենք, բայց ուժեղ և սխալ փոխանցում։ Կոստենկով։ Նորից Կոստենկովն է գնդակով փոխանցում։ Իգոլյանի ուղղությամբ շրջվեց այստեղ Ալավերդյան Շուխաջան հետ փոխանցում դեպի դարպասապահ Պողոսյանը այստեղ լավ հասցրեց, բայց միևնույն ժամանակ սխալվեց և տեսնենք Պողոսյան գուցե երրորդ գոլը խփեն այստեղ էջմիածնի ֆուտբոլիստները հարված, բայց փրկում է այստեղ Պողոսյանը Արաքելյան փոխանցում դեպի ձախ, բայց դուրս է գալիս դարպասապահը և հեռացնում գնդակը, Աբրահամյանը այո հեռացեց գնդակը և եզից կնետեն Ֆորտունայի ֆուտբոլիստները։ Ալավերդյան, բայց այստեղ փոխանցման ճանապարհը փակում է Վիլի Քարեյանը, փոխանցում դեպի ձախ, տեսնենք հիմա ինչ որոշում կկայացնի Հովսեփյանը, շարժվում է առաջ և կորցնում գնդակը, հետ փոխանցում դեպի դարպասապահ, Աբրահամյանը և հեռացեց գնդակը եզից կնիտի Ֆորտունան։
Ալբանյան նետեց եզից։ Փոխանցում դա տեսնենք հարված կհետևի։ Եվ այստեղ շատ վստահ խլեց գնդակը Չիլինգայանը, տեսնենք։ Երկուսը դիմաց հակագրող։ 0 Փոխանցում դեպի Աճ Ալավերդյան անցավ մեկին, բայց Պողոսյան ֆայլում սեյվ է կատարում այստեղ դարպասապը։ Եթե խփել Էջմիածինը երրորդ գնդակապը։ Կարծում եմ հաղթողի հետ կապված բոլոր հարցերը կարելի է լուծված համարել, բայց այստեղ այո դուրս եկավ Աբրահամյանը եւ որսած գնդակը։ Ինչ լավ սեյվ կատարեց դարպասապա Պողոսյանը նախորդ դրվագում, իհարկե Ալավերդյանն արեց հնարավորինը, շրջանցեց մեկին, բայց հարվածը կռայեց դարպասապա եւ հրկեց իրավիճակը։ Խաղթում Ալավերդյանի հետ պայքարում, այո խաղի կանոնները խախտեց Հարեյանը, արագ է խաղարկում Էջմիածնի ֆուտբոլիստները, Ալավերդյան, տեսնենք մտավ Տուգանային հրապարակ, փոխանցում դեպի ձախ, հարված եւ Նալբանդյանն իր վրա ընդունում գնդակը Կոստենկով, ետ փոխանցում եւ այո այսպես խաղարկում են Էջմիածնի ֆուտբոլիստները գնդակը, փոխանցում դեպի կենտրոն Վարդանյան անցավ մեկին եւ այո խաղի կանոնների խախտում ես նրա հետ պայքարում եւ նորից շատ վտանգավոր դիրքում այո Էջմիածինը ստացել է ստանդարտ Տուգանային իր հնարավորություն, տեսնենք այս անգամով կհարված է Էջմիածնի ֆուտբոլիստներից նախորդ դրվագում Չիլինգայանը հարվածեց եւ բարձր ընթացավ գնդակը հիմա գնդակի մոտ Պողոսյանն է Պողոսյան եւ Խլղացյան երկուսով գնդակի մոտ են, տեսնենք որ մեկը կարվածի դիքը հարվածային է կամ մրցավարի սուլիչը հեռացավ Խլղացյանը Պողոսյան հարված բայց պատի վրա ընդունում գնդակը եւս մեկ Խլղացյան հերվից հարված եւ գնդակը դիպավ Պողոսյանի ոտքերին Տեսնենք Ֆորտունան է գնդակով Ռոման Գինոսյանը մասնավորապես լավ փոխանցում է դեպի առաջ, բայց հասավ Խլղացյանը գնդակին Ալավերդյան բայց հեռացեց այստեղ Հարեյանը գնդակը, տեսնենք նորից Ալավերդյան լավ փոխանցում է դեպի աջ Վարդանյան եւ հասրեց Չուխաջյանը այստեղ փակել փոխանցման ճանապարհը Նալբանդյան սխալվում է այստեղ Նալբանդյանը Պողոսյան տեսնենք եւ հաստրեց շտկելի սխալը Նալբանդյանը անկյունային հարված կհետևի Պողոսյան արագ են խաղարկում այստեղ Էջմիածնի ֆուտբոլիստները Ալավերդյան լավ անցավ այստեղ Նալբանդյանին կհետևի հարված եւ Պողոսյանը նորից փրկում է այո Գիգոլյանը լավ հարված կատարեց բայց հեռացավ գնդակը Պողոսյանը եւ Արշակարի Հարեյանն է եթե չեմ սխալվում հայտնվել փոտածածկին Իսկ այս ընթացքում փոփոխություն տեսանք մենք Էջմիածնի կազմում Խաղադաշտը լքում է Պողոսյանը եւ նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Մայիս Մելքոնյանը համար 11 Եվս մեկ փոփոխություն Գրիգորյանը համար 23 խաղադաշտ դուրս եկավ փոխարինելով Էջմիածնի երկրորդ գոլի հեղինակ դարձած Մանուչարյանին համար 9 Եվ այո Խլղացյան նորից գնդակով Էջմիածինն է Խլղացյան փոխանցում դեպի աջ Համբարձումյան նորից Խլղացյան այո խաղարկում են այսպես գնդակը այո թիմերը այսպես ասած նախապատրաստական փուլում են այս հանդիպումներն անցկացնում են կերական նրանք
Այո, մասնակցում են իհարկե Հայաստանի սիրողական A լիգա մրցաշարերին։ Հանդիպումը ինչպես ռեպորտաժի մեկնարկում, բայց այս գրոյից հետո փոխանցում եւ 3-0։ Այո, Մայիս Մերկոնյանը դարձավ գոլի հեղինակ Էջմիածնից։ Այո, քիչ առաջ մտավ փոխարինման եւ շատ արագ դարձավ իր թիմի երրորդ գոլի հեղինակը։ Այո, ինչպես հանդիպան մեկնարկում նշեցի, հանդիպումը ռեպորտաժի մեկնարկում նշեցի, հանդիպումը ընկերական բնույթ է կրում, թիմերը բարձուններ են անցկացնում ընկերական հանդիպումներ, որին իհարկե կհաջորդի A լիգա մրցաշարը, որտեղ երկու թիմերն էլ մասնակցում են։ Իհարկե երկու բառով խոսենք Այո, Նալբանդյանի, Ալեքսանդր Նալբանդյանի մասին հանդիպումը, այսպես ասած, այնքան ընկերական բնույթ է կրում, որ նա հանդիսանում է Էջմիածնի թիմի ֆուտբոլիստ, բայց այսօր խաղում է սեփական թիմի դեմ։ Կոստենկով շարժվում է դեպի առաջ, փոխանցում, բայց Պողոսյանը այսօր վերցնում է գնդակը։ Փոխանցում դեպի առաջ Կալիններ գնդակով, լավ շրջվեց այստեղ Արաքելյանը, բայց շատ դանդաղեցին և Խելղացյանը հասցրեց հեռացնել գնդակը, Կալին սահանքում կատարեց, բայց լավ չդիպավ Շիլինգանյանին, քանի որ կլներ խաղի կանոնների խախտում Ալավերդյան, շարժվում է դեպի առաջ Ալավերդյանը, փոխանցում և Մերկոնյանը շեղ է հարվածում այստեղից։ Պողոսյան Ռիսկի է դիմում այստեղ դարպասապատ, չկա խաղի կանոնների խախտում 4-0 Ինչ է անում դարպասապատ, խլեցին այստեղ երկու ֆուտբոլիստով և Դասավորի ինչ անեն։ Ja, Porto Table Reception. Այո, արձանագրվեց գոլը 4-0 և Կալին լավ փոխանցում է դեպի առաջ Ինչ է այստեղ Վերջ հանդիպումն ավարտված է 4-0 Հաշվով Էջմիածինը հաղթեց Ֆորտունային Իսկ մենք այսքանով ավարտում ենք այսօրվա խաղային օրը Ստեսություն և ամենայն բարիք